Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հունիսի 15։ Կյանքը հաղորդակցության մեջ։ Ես համոզված եմ, որ Աստծո շատ զավակներ շատ քիչ բան գիտեն նրա հետ իրական հաղորդակցության մասին։ Ինչու է դա այդպես։ Կարծում եմ, որ նման քրիստոնյաները տխուր աղավաղված պատկերացում ունեն երկնային հոր մասին։ Հիշում եմ Տեր Հիսուսի առակը այն ծառայի մասին, որը թաքցրեց իր տաղանդը, քանի որ աղավաղված պատկերացում ուներ իր տիրոջ մասին։ Ծառան ասաց. «Տեր, ես գիտեմ, որ դու խիստ մարդ ես»։ Մատթեոս 25:24 խոսք։ Տերը իրավացիորեն հանդիմանեց այս ծառային իր վերաբերմունքի համար։ Նմանապես, այսօր շատ հավատացյալներ մտածում են, որ Աստված ոչ մի կերպ չի կարող ուրախանալ ինձանով, ցնծալ և երգել սիրով։ Ես երբեմն այնքան դաժանորեն եմ հիասթափեցնում նրան, որ ամոթ եմ բերել նրա անվանը։ Ինչպես կարող է նա սիրել ինձ։ Քրիստոնյաներից շատերը չեն ցանկանում մոտենալ իրենց երկնային հորը, քանի որ նրանք զգում են, որ անընդհատ հիասթափեցնում են նրան։ Նրանց պատկերացումն այն է, որ նա պատրաստ է դատել և դատապարտել իրենց։ Ինչպես կարող ենք չցանկանալ մոտ լինել հորը, որը մեզ սիրային նամակներ է գրում, որը միշտ պատրաստ է մեզ գրկել։ Մեր անմիտությանը հակառակ, նա մեզ վստահեցնում է։ Սատանան կարող է ձեզ ասել, որ դուք անպիտան եք, բայց ես ասում եմ, որ դուք իմ ուրախությունն եք։ Դուք կարող եք մտածել, իհարկե, որ Տերը չի կարող ուրախանալ մեկով, ով շարունակում է մեղանչել, մեկով, ով չի կարողանում հաղթահարել ստրկությունը։ Այո, Աստված սիրում է իր զավակներին, բայց չի սիրում նրանց մեղքը։ Աստվածաշունչն ասում է, որ նա հանդիմանում է յուրաքանչյուր անօրենության մեջ գտնվող զավակի, բայց նա միշտ դա անում է երկայնամտությամբ։ Ես հավատում եմ, որ դուք կկարողանաք ասել. «Իմ երկնային Հայրը սիրում է ինձ։ Նա ասում է, որ ես գեղեցիկ եմ նրա աչքերում, և ես հավատում եմ նրան»։ Անկախ նրանից, թե ինչի միջով եմ անցնում, անկախ նրանից, թե որքան գայթակղության կամ փորձության եմ ենթարկվում, նա կփրկի ինձ և իր հովանու տակ կառնի ինձ։ Ահա այդ ժամանակ է սկսվում իսկական հաղորդակցությունը։ Ամեն օր մենք պետք է համոզվենք Աստծո անփոփոխ սիրո մեջ մեր հանդեպ և ցույց տանք նրան, որ հավատում ենք նրա ամեն հայտնությանը, որ հայտնում է մեզ իր մասին։